միգուցե եթե իրական խաղաղություն հաստատվեր, արցախցիները վերադառնային, ստեղծվեր այլ միջավայր, Բաքվի բանտերից դուրս գային մեր հայրենակիցները, միգուցե այդ ժամանակ ինչ որ նման մրցանակ ավելի խորհրդանշական կներ, բայց հիմա Ալիևի պարագայում դա ուղղակի, ինչպես ասացի, հակասում է այդ մրցանակի արժեհամակարգին։ Նիկոլ Փաշինյանի պարագայում, գիտեք, այն ինչի տակ որ ինքը ստորագրել է եւ այն ինչի համար որ ինքը մեղավոր է եւ պատճառ է դարձել եւ պատերազմը չկանգնեցնելու, պատերազմը սկսելու, պատերազմի ընթացքի եւ Արցախ-Ադրբեջանի կազմում ճանաչելու եւ այլն։ Դրանից հետո քաղաքական գործիչները կամ մարդիկ ենթադրում են, որ տարբեր մղումներից ելնելով պետք է խուսափեն այդ թեմայի անդրադառնալ կամ գնան այսպես ավելի մեկուսանան, հա, օրինակ չգիտեմ, Նապոլեոնը չեմ ուզում համեմատությունը անձերի միջև անեմ, բայց մեծերը պարտությունից հետո, չգիտեմ, գնում են, մեկուսանում են, փորձում են ավելի այսպես այլ միջավայրում, բայց Փաշինյանի պարագայում նա կարծես չի էլ ամաչում այդ պարտությունների համար, որովհետև երբ որ մրցանակ տալիս են, այդ բոլորը գիտեն, չէ, որ մեկը հաղթողն է, մեկը պարտվողն է, մեկը շահողն է, մեկը կորցնողն է, մեկը Արցախի այդ բնավեր դառնալու հեղինակն է, մյուսը այդ ամեն ինչը կրող պետության այս պահի ղեկավարն է եւ այլն։ Ուղղակի պետք է զարմանալ այն հատկության վրա, որ նա կարողանում է գտնել ուժ եւ գնալ մասնակցել նման միջոցառմանը որևէ խղճի խայտ, որևէ ամոթ ինքն իր համար գոնե